Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ուղին մեզ դեպի Վայոց ձորի մարզ տարավ, գյուղ Արենի։ Օրվա հյուրը օպերային երգչուհի մեծցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանն է։ Վարսենիկ Ավանյան, օպերային երգչուհի, մեծցո-սոպրանո։ Ծնվել է Երևանում։ 2002 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետը։ Ուսումը շարունակել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում և ավարտել այն 2005 թվականին։ Ողջ 2009 թվականի ընթացքում Սանկտ Պետերբուրգում մասնակցել է հռչակավոր օպերային երգչուհի Ելենա Օբրազցովայի վարպետության դասերին։ Վարսենիկ Ավանյանը ունեցել է մի քանի տասնյակ մենահամերգ Հայաստանում։ Բազմաթիվ մենահամերգներով հանդես է եկել նաև Կիպրոսում, Լիտվայում, Ռուսաստանում և այլուր։ 2007 թվականից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներկչուհի է։ Ունեցել է մի շարք գլխավոր դերեր, ինչպիսիք են Կարմեն, Կարմեն օպերայից, Փառանձեմը, Արշակ II օպերայից, Ալմաստը, Ալմաստ օպերայից և այլն։ 2010 թվականից ակուստիկ գույներ էթնո-ջազ քառյակի անդամ է։ 2013-ին քառյակը հանդես է եկել մենահամերգներով Գերմանիայում։ 2022 թվականին Վարսենիկ Ավանյանը ստեղծել է Կանտատա մշակութային հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է արվեստը հասանելի դարձնել հասարակության բոլոր շերտերին։ Բարև ձեզ, երեխեք ջան, շատ ուրախ եմ ձեզ այսօր տեսնելու այստեղ։ Ես Վարսենիկ Ավանյանն եմ, օպերային երգչուհի, ծնվել եմ Երևան քաղաքում, ավարտել եմ Կոմիտասի անվան կոնսերվատորիան և իմ ուսումը շարունակել եմ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրայում և մինչ այսօր փորձում եմ աշխատել ինքս իմ վրա, կատարելագործվել և այլն։ Շատ եմ սիրում այն, ինչ ես անում եմ, մեծ սիրով և եռանդով եմ աշխատում մեր օպերային թատրոնի բեմում։ Ինչպես և երևի թե ձեր յուրաքանչյուրի մոտ, այդպես էլ ինձ մոտ շատ մեծ դեր է խաղացել իմ կյանքում իմ ուսուցիչը, հատկապես իմ կոնսերվատորիայի պրոֆեսոր ժողովրդական արտիստ Սերգեյ Դանելյանը, ում մոտ ես ուսանել եմ, բայց երբ ես հիմա նայում եմ հետ և ուզում եմ հասկանամ ամենաշատը ինչն է, որ նա ինձ տվել է, դա վոկալ տեխնիկան է, երաժշտությունն է, ինչն է, ես հասկացա, որ ամենաշատը ինձ մեջ նա սերմանել է սերը դեպի երաժշտությունը, դեպի օպերային արվեստը, որը մինչ այսօր իմ մեջ չի մարում և երևի թե արդեն էլ չի էլ մարի։ Այսպես և ես կարծում եմ յուրաքանչյուրդ ունեք դպրոցում ձեր սիրելի ուսուցիչը, ում դուք վստահում եք, ում դուք սիրում եք և միգուցե կուզեք նմանվել և միգուցե ձեր կյանքում նաև այդ հարաբերությունները լինեն ճակատագրական և նաև դեր խաղան ձեր հետագա արդեն մասնագիտությունը ընտրելուց, որովհետև երբ մարդ զբաղվում է իր սիրելի գործով, իհարկե նա շատ երջանիկ է և ապրում է երջանիկ, քանի որ ամբողջ օրը զբաղվում է հաճելի գործով և սիրելի գործով, այդպես։ Դե ինչպես ասացի, ես աշխատում եմ մեր օպերային թատրոնում, կատարում եմ տարբեր դերերքեր, օպերային արվեստը ինքը շատ բարդ
արվեստի տեսակներից է, գրեթե ամենաբարդ երաժշտական արվեստն է, օպերային արվեստը, քանի որ դա մեծ սինտեզ է տարբեր տեսակների, այսինքն որպեսզի մենք ունենանք մի մեծ բեմադրություն, այստեղ ներկայացման մեջ պետք է ընդգրկվի եւ առանձին երգչախումբը, որը պատրաստվում է իր ուրեմն դիրիժորի հետ միասին, իր պարտիաները, հետո մենք պետք է ունենանք առանձին նվագախումբ, որը նաև առանձին պատրաստվում է առանձին դիրիժորի հետ, մենք պետք է ունենանք մենակատարներ, ինչպիսին ես եմ եւ այլ իմ գոլեգաները, մենք պետք է ունենանք անպայման նկարիչ, բեմադրող նկարիչ, որը էսկիզներ է նկարում եւ հետո այդ էսկիզները դառնում են դեկորներ բեմում, կան նկարիչ, որը նկարում է զգեստները, որոնք հետո կարվում են արտիստների եւ երգչախմբի համար։ Բեմը ունի իր բազմաթիվ տեխնիկական հագեցողությունը եւ կա լույսի մասնագետը, կա տեխնիկական մասնագետը եւ այդպես որպեսզի մենք ունենանք մի հետաքրքիր բեմադրություն, պատկերացրեք, քանի տարբեր արվեստի տեսակներ են ընդգրկվում մի ներկայացման մեջ։ Գիտեք, ես խոսեցի ուսուցիչների մասին եւ պետք է ասեմ, որ նայեք, տեսեք, երաժշտության մեջ մենք գիտենք տարբեր երաժշտական գործիքներ, բոլորից ծանոթ է եւ ջութակը, եւ գիտարը, եւ տավիղը, թավ ջութակը եւ այլն։ Իսկ օպերային երգիչը ինքն իրենով արդեն քայլող գործիք է եւ մեր գործիքը մեր մեջ է։ Եվ որպեսզի մեր կյանքը պրոֆեսիոնալ լինի, երկարատև եւ հետաքրքիր, յուրաքանչյուր արտիստը պարտավոր է ողջ կյանքի ընթացքում պարապել, որպեսզի ունենա այդ ձայնի թեթևությունը։ Ամբողջությամբ երգեցողությունը կախված է մեր օրգանիզմի առողջության հետ։ Այսինքն դա մի երկար ճանապարհ է, որը մենք ինքներս մեզ ենք ճանաչում եւ գիտեք, տարիքի հետ շատ բաներ օրգանիզմում փոխվում է եւ ամեն մի ընթացքի ժամանակ մենք մեզ գտնում ենք նոր ուսուցիչներ, որոնք մեզ ճիշտ ուղղություններ կտան։ Եվ չգիտեմ դուք գիտեք թե ոչ, ձայնի տեսակները լինում են շատ տարբեր։ Կանայք ունեն, եթե վերցնենք դասական տեսակը, գոնե 3 տարբեր ձայն։ Դա սոպրանոներն են, մեծոսոպրանոներն են եւ կոնտրալտոներն են։ Սոպրանոները դա կանացի ամենաբարձր ձայներն են։ Կանայք ունեն մեծոսոպրանո, դա միջին ձայնն է, օրինակ իմ ձայնը, ես կատարում եմ Կարմենի դերերքը, այնտեղ Մայրիկի դերերքը կամ մուկ օպերայում Կատվի դերը եւ կան ցածր կանացի ձայներ, դրանք կոնտրալտոներն են։ Նույնպես եւ տղամարդիկ ունեն տարբեր ձայնի տեսակներ։ Տենորները դրանք տղամարդկանց ամենաբարձր ձայներն են։ Տղամարդիկ ունենում են նաեւ բարիտոններ եւ բաս։ Բարիտոնը դա միջին տղամարդու ձայնն է եւ բասը դա տղամարդկանց ցածր ձայներն են։ Եվ այդ ձայնի տեսակները բոլորը օգտագործվում են նաեւ երգչախմբային արվեստում։ Եվ այսօր մեր նախագծի ուրեմն նախագծում մենք ունենք մեկ հետաքրքիր համար, որը մեզ համար կկատարի Արենու մանկական երգչախումբը, փոքրիկ երեխաներից կազմված երգչախումբը, երկձայնանի երգչախումբ է, որտեղ ընդգրկված են սոպրանո ձայները եւ ալտ ձայները, այնպես որ եկեք ջերմ ողջունենք մեր երեխաներին եւ հրավիրենք բեմ։
մենք խոսեցինք օպերային արվեստի մասին, բայց կա մի գեղեցիկ ուրիշ ժանր, որը կոչվում է վոկալ կամերային ժանր, այստեղ ընդգրկված է նաև ռոմանսները, ռոմանսը իր ծագումով սկիզբ է վերցնում Իտալիայում 14-րդ դարում, երբ հիմնականում երաժշտությունը եւ վոկալ երաժշտությունը կատարվում էր եկեղեցիներում եւ լատիներեն, շրջիկ երաժիշտները, տրուբադուրները, ինչպես մենք հայերենով կասեինք աշուղները, կատարում էին սիրային ուրեմն երգեր եւ այդ երգերը իրենք կատարում էին իսպաներեն լեզվով, իսկ իսպաներեն լեզուն այդ ժամանակ հենց կոչվում էր ռոմանս, հետո հետագայում արդեն այդ ժանրը իր տարածումը ստացավ իր հարևան երկրներում, Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում եւ մեզ մոտ էլ նաեւ մեծ զարգացում ունեցավ ռոմանս ժանրը, մեր ռոմանսի հիմնադիրն է ռոմանսի արքա, բոլորդ կիմանաք Ռոմանոս Մելիքյանը, որը շատ տարբեր մեր պոետների խոսքերի վրա գրել է գեղեցիկ երգեր, ռոմանսներ, այդ թվում նա ունի գեղեցիկ ուրեմն մեր ժողովրդական երգերի մշակումներ, հետաքրքիր ռոմանսներ ունեն նաեւ պրոֆեսիոնալ դասական ռուս կոմպոզիտորները, ինչպիսին էին Չայկովսկին, Ռախմանինովը եւ այլն, բայց գիտեք վոկալ կամերային ժանրին նաեւ մենք կարող ենք անվանել կոմիտասին Կոմիտասը չնայած որ մենք գիտենք մեր ինքը հավաքել է մեր ժողովրդական երգերը, մաքրել է տարբեր ազդեցություններից, բայց նաև այդ ժանրը կոչվում է վոկալ կամերային ժանր։ Ես կուզեի անպայման մեր այսօրվա զրույցը լիներ աշխուժ, գիտեք, ցենց բովանդակալից եւ հետաքրքիր, եւ եթե ձեզ մեջ կան երեխաներ, ովքեր երգում են եւ կուզեին դուրս գալ բեմ, միգուցե ցույց տալ իրենց կատարումները, ես սիրով կլսեի Կան երեխաներ, ովքեր կուզեն երգել։ Խնդրեմ։ Բարև ձեզ։ Քո անունը։ Հակոբյան Նանե։ Ահա, Նանե ջան, դու որ դպրոցից ես, այս դպրոցում ես սովորում այստեղ։ Այո, ես սովորում եմ Արենիի միջնակարգ դպրոց։ Իսկ երաժշտական դպրոցը։ 7 տարի հաճախել եմ Եղեգնաձորի երաժշտական դպրոց։ Որպես վոկալիստ թե որպես դաշնակահարուհի։ Որպես դաշնակահարուհի։ Ապրես եւ ինչ կուզես կատարել մեզ համար։ Կոմիտասի երկինքն ամպել է։ Շատ լավ։ Լսենք Նարին։ Երկինքն ամպել է, ինչ անուշ թողել, երկինքն ամպել է, ինչ անուշ թողել, կամ դռներն անցնեմ, հոգյակս հոնել, կամ Ինձ հետաքրքիր է ձեր ծնողները ամեն դեպքում ինչպես համակերպվեցին այն մտքի հետ, որ դուք հենց երգչու եք ուզում դառնալ, այլ ոչ ուրիշ մասնագիտություն։
Երբ իմ ծնողները սկսեցին գալ իմ համերգներին, այսինքն երբ իրանք տեսան իմ հաջողությունները, սկսած արդեն ընդունվելու տարիներից, այսինքն երբ իրենք գալիս էին, շփվում էին իմ պրոֆեսորի հետ եւ նա վստահեցնում էր, որ ես հաջողություններ կունենամ, դե բնականաբար համակերպվեցին եւ ոչ միայն համակերպվեցին, նաեւ շատ ուրախ էին եւ մինչ այսօր գալիս են իմ ներկայացումներին եւ իմ ծնողները ապրում են Հայաստանից դուրս եւ ամեն հնարավորության դեպքում գալիս են Հայաստան, որպեսզի լսեն իմ ներկայացումները, իմ ելույթները։ Ուզում եմ հարցնել, թե փոքր ժամանակ որ օպերայի երգչով կամ երգչուհով եք ոգեշնչվել, որ ընտրություն եք կատարել օպերան։ Գիտեք ինչ, քանի որ ես արդեն բացահայտվեց իմ ձայնի տեսակը, ես շատ ավելի հաճախ սկսեցի լսել մեծոսոպրանոներին եւ շատ մեծ անուն ունեցող իտալուհի երգչուհիներից էին Ջուլիետա Սիմեոնատոն, հետո Ֆիորենցա Կոսոտո, ռուս երգչուհիներից Ելենա Աբրասովան էր, Իրինա Արխիպովան էր։ Գիտեք, երբ ես սովորում էի կոնսերվատորիայում, մենք շատ նյութեր չունեինք լսելու եւ այն ժամանակ կային միայն այսպիսի sense պլաստինկաները եւ գնում էի հայրիկիս խնդրեցի, որ իմ համար գնի այդ սարքը եւ երաժշտական խանութներից գնում էի այդ սովետական պլաստինկաները եւ լսում էի այդ բոլոր կատարումները, այդպես իմ մեջ ձևավորվեց այդ կերպարը երգչուհու, որը ինձ պետք էր այն ժամանակ։ Ես նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ժամանակից մեզ տրամադրելու համար եւ այս հաճելի հանդիպումը անցկացնելու համար։ Իմ հարցը հետեւյալն է. որ տարիքից եք դուք սկսել ելույթ ունենալ մեծ բեմերում։ Մեծ բեմը, եթե համարենք օպերային թատրոնը, 26 տարեկանից, երբ ես ստացա առաջարկ վերադառնալու Երևան եւ մասնակցելու Արշակ երկրորդ օպերայի բեմադրությանը, որտեղ այդ ժամանակ ես սովորում էի Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիա ասպիրանտուրայում, այդ ժամանակ ես պատրաստեցի իշխանուհի Փարանձեմի դերերքը եւ մասնակցեցի բեմադրությանը եւ երգեցի պրեմիերան։ Բայց ուսանողական տարիների ընթացքում, քանի որ ես շատ ավելի մի տեսակ ճկուն ունեի, սենց ասեմ, երկրորդ կուրսից ես արդեն մասնակցում էի նաեւ մեծ բեմադրությունների կոնսերվատորիայի, այսպես, բայց երրորդ կուրսից ես սկսեցի երգել արդեն մենահամերգներ եւ իմ առաջի մենահամերգը տեղի ունեցավ ոչ այդքան մեծ բեմում, բայց Արախ Խաչատրյանի անվան թանգարանում եւ ես կատարեցի գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հարցս հետևյալն է. ինչպես զարգացավ օպերան Հայաստանում, ինչու չէ նաեւ տարբեր երկրներում։ Նայեք, տեսեք, մեր օպերային թատրոնը բացվել է 1933 թվականին եւ առաջի բեմադրությունը մեր օպերային թատրոնում եղել է Սպենդիարովի Ալմաստ օպերան, որ մինչև բացումը արդեն գրված են եղել օպերաները։ Տիգրան Չուխաջյանը 19-րդ դարի վերջում արդեն գրել էր իտալական տարբերակը Արշակ երկրորդ օպերայի։ Երբ մենք արդեն ունեցանք կառուցված Թամանյանի այդ հսկայական նախագծով օպերային թատրոնը, մենք արդեն ունեինք այդ ուժերը, մենք ունեինք դիրիժոր, պրոֆեսիոնալ երգիչներ, երգչուհիներ եւ սկսեց օպերային թատրոնը այդպես աշխատել եւ զարգանալ եւ դրանից հետո մեր արդեն մենք շատ նաև ունենք բազմաթիվ հայ կոմպոզիտորների օպերաներ, որոնք բեմադրվեցին եւ Տիգրանյանի Անուշը եւ Դավիթ-բեկ օպերան եւ հետո արդեն ավելի ժամանակակից կոմպոզիտորներ սկսեցին գրել օպերաներ, այդպես իսկ արտերկրում այդ արվեստը ինքը շատ ավելի շուտ է զարգացել մի քանի դար առաջ Իտալիայում դա սկսվել է կոմեդիա դել'arte, այդպես է կոչվել այդ ժանրը, սկզբից փոքրիկ ուրեմն կազմերով, հետո քիչ-քիչ ընդլայնվել է եւ ամենամեծ զարգացումը իմ կարծիքով օպերային արվեստը ստացավ Իտալիայում Վերդիան օպերաների եւ Պուչինիի օպերաները կատարելիս, որտեղ պահանջվում էր մեծ կատարում
համատարողական վարպետություն։ Ինչպիսի զգացողություններ ունեիք ձեր առաջին համերգի ժամանակ։ Գիտեք, ես միշտ հուզվում եմ երեխեք։ Մինչ այսօր եւ առաջի համերգի ժամանակ եմ հուզվել եւ միշտ հուզվում եմ։ Ես առաջի իմ համերգը երգեցի, երբ նոր պետք է ընդունվեի կոնսերվատորիա, այդ ժամանակ Աբովյան փողոցի վրա հիմա էլ կա այդ շենքը, AUX-ի շենքը ուներ փոքրիկ դալիճ եւ ես հիշում եմ ինձ կանչեցին երգել եւ ես շատ հուզված էի, բայց դրանից հետո այդ հուզմունքը չանցավ։ Մինչ այսօր, երբ ես պետք է դուրս գամ բեմ, ինձ թվում է իմ վերջի օրն է եկել, միգուցե թողեմ փախնեմ, այսպես իմ մոտ այդ հուզմունքը չի անցել, այդ պատասխանատվության զգացողությունը, չգիտեմ ինչու, գոլեգաներ ունեմ, որ շատ հանգիստ են վերաբերվում եւ մոտենում եւ հանգիստ պատրաստում են, իմ մոտ չկա այդ հանգստությունը։ Ինչպես է դա եւ ինչու չի անցնում, չեմ կարող ասել։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Երևի թե ամառային արձակուրդները, քանի որ իմ մանկությունը անցել է Ռուսաստանում, իմ ամառային արձակուրդները մենք անցկացնում էինք տատիկի, պապիկի հետ Հայաստանում, Երևան քաղաքում եւ այդ 3 ամիսները ամառվա իմ ամենա հիշարժան եւ ուրախ ամիսներն էին իմ կյանքի մանկության։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Հանրակրթական շատ եմ սիրել անգլերենը եւ սիրով այցելում էի եւ պատրաստում էի դասերին։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Ամենամեծ դերը ունեցել է իմ պրոֆեսոր Սերգեյ Դանելյանը, ում շնորհիվ եւ դարձա օպերային երգչուհի պրոֆեսիոնալ։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Կրկին կընտրեի մասնագիտությունը։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Հա, ես կուզեի իհարկե մեկ օր ապագայից տեսնել խաղաղ եւ ծաղկուն մեր հայրենիքը։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Կուզեի վերադառնալ իմ մանկությունը եւ տեսնել իմ տատիկին եւ պապիկին եւ վերապրել այն օրերը, երբ մենք միասին էինք։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Երաժիշտ դառնալը։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Կասեի, որ ես իրեն սիրում եմ եւ պետք չի վախենալ ոչ մի բանից։